Հարկադիրից դուրս գալու ելք կա ուժեղ Հայաստանում։ Նարեկ Կարապետյանը ծրագրային դրույթը ներկայացրեց Արմավիրի մարզում։ Եթե մեկը 1.5 տարի ուշացած վարկ ունի ու գրանցվում է աշխատանքի, մեր ծրագիրն է, որպեսզի վարկի մայր գումարը փակվի իր վճարած հարկերից, ոչ թե իր աշխատավարձից։ Ինչ եք ունենալու շաչուտով։ Սարդարապատում երգում է Նարեկ Կարապետյանը։ Երբ չի մնում երկուճար, հենց էլ մենք գտնում հնար։ Ապա լուսանկարվում քաղաքացիների հետ, գառ են մորթում, կենացել ասում, բարով գաս, ոտքդ խերով լինի։ Արշապեն Սամվել Կարապետյան։ Մարզում խնդիրները բազմաթիվ են, օրվա իշխանությունը տապալել է մթերման գործընթացը, ինչպես նաև 21-րդ դարում չի լուծվել ջրի խնդիրը։ Դալարիկում կրպակից են ջուր գնում, քանի որ ՔՊ-ն խոսք տված 13 ջրամբարից ընդամենը մեկն է կառուցել։ Ուժեղ Հայաստանում մթերման եւ ջրի խնդիր չի լինելու։ Պետք է մենք մթերման կայաններ, մթերման հարցը գյուղացու համար լուծենք։ Երկրորդ հարցը ջուրն է։ Մթերում ջուր, մթերում ջուր։ Ժողովուրդ փողի խնդիր չի, ֆայմի խնդիր է։ Լեռնագոգում եւս սպասում էին Նարեկ Կարապետյանին։ Աստված բոլորին պահապան։ Ձեզ հաղթանակ։ Մի քանի գյուղ եւս, այդ թվում Զարթոնք, Մեծամոր, Դալարիկ, իսկ օրվա ամփոփումը Արմավիրի կենտրոնական հրապարակ։ Մեր երկրին, ժողովուրդ, պետք է նոր առաջնորդ, որը կբերի իրական հեղափոխություն, մոտեցումների հեղափոխություն։ Հեղափոխություն պետական կառավարման մեջ, որպեսզի ջուրը չլինի մեր խնդիրը, ասֆալտը չլինի մեր խնդիրը, լինի աշխատատեղը, աշխատավարձը, ավելի բարձր աշխատավարձը, ավելի լավ որակով։ Միասին հաղթելու ենք պարակտմանը, միասին հաղթելու ենք վախին, նենց որ գնում ենք մեծ հաղթանակի, որ ունենանք ինչ։ Հայ մարդը ուզում ապրի իր հայրենիքում բարեկեցիկ, ապահով ու խաղաղ։ Մենք եկել ենք ասելու, որ ունենք են մարդուն, ով դա երաշխավորում է, դա Սամվել Կարապետյանն է։ Ուժի մեծաթիվ աջակիցներ եկել էին ասելու, ժամանակն է փոփոխության, խոստումն էլ բեմից հնչեց, Հայաստանը դարձնելու են ամենաբարեկեցիկ հանրապետություն։ Բաժանորդագրվեք Արմաթ մեդիայի ալիքներին սոցցանցերում, հետևեք մեզ նաև Armat Media AM կայքում։